Շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանի ընտանիքը մնում է հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվածներից մեկը։ Երկու աղջիկներին որդեգրելուց հետո Արամն ու Լիլիթը դարձան օրինակելի ընտանիքներից մեկը։ Նրանց սիրում են, հարգում ու նրանց մասին խոսում են և սպասում ընտանիքում տեղի ունեցող նոր իրադարձությունների։ Սակայն վերջին շրջանում հատկապես քննարկվում է ընտանիքի միջանձնային հարաբերությունները, հատկապես նրանց ավագ դստեր Էլիզի տանից հեռանալուց հետո ընտանիքի հարաբերությունները կարծես թե այդքան էլ լավ չեն, որը հաստատեց նաև այն, որ երեկ Սուրբ Զատկի տոնը Էլիզան իր տանը դիմավորեց, իսկ ընտանիքը հավաքվել էր մեկ տեղում, սեղան գցել և ուրախ տրամադրությամբ նշում Սուրբ Զատիկը։ Ոչ Արամ Մելիքյանը և ոչ էլ Էլիզան չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը, սակայն մի բան պարզ է. այստեղ ինչ-որ բան ամեն դեպքում այն չէ։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել Արամ Մելիքյանի ընտանեկան նոր հրապարակումը։ Մեծ օրհնություն է, որ Հարության տոնը մենք նշում ենք մեր մամայի ու պապայի հետ։ Եվ նաև Անրին ու Ստելիկը, իրենց մամայի պապայի հետ, եւ ամեն մեկը իր ուտելիքն է այս պահին։ Սիրելիներս, Քրիստոս հարավի մեռելոց։ Օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետից, թող մեր հայ օջախներում, ամբողջ աշխարհում օրհնություն իջնի այսօր, բոլորիս օջախներում։ Ապրես մամջան։ Իսկ մեզ մնում է հավելել, որ Ստելային և Էլիզային որդեգրելու մասին լուրերը հաստատվեցին դեռ 2023 թվականին։ Հաղորդավար և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ու նրա կինը Լիլիթը որդեգրեցին 17-ամյա Էլիզային ու 14-ամյա Ստելային։ Այդ ամենից հետո նրանք հարցազրույցի էին մասնակցել, պատմելով իրենց տան առօրյայի, հույզերի ու ապրումների մասին։ Մենք առաջարկում ենք հետ գնալ ու վերհիշել անցյալը։ Լրագրողի հարցը հետևյալն էր. ինչպես են սովորաբար սկսվում ձեր առավոտները։ Արամը հետևյալ կերպ էր պատասխանել. Զարթուցիչների նվագախմբով, երեքինն էլ հերթով զնգում է, մոտ 25 անգամ Ստելիկինն է հնչում։ Լիլիթը հավելել էր. ժամը 6:50-ից դնում է, որ ժամը 7:30-ին արթնանա։ Լիլոյի հետ առավոտյան շուտ արթնանում ենք, միասին սրճում և զրուցում, մինչև բոլորը պատրաստվում են և գնում, նշել էր Արամը։ Զույգի որդին խոսելով իր մասին նշել էր, որ խաղում է Ուրարտու ֆուտբոլային ակումբում։ Այս ամիս նշվում էր ընտանիքի միջազգային օրը, ինչը այն առաջին հերթին նշանակում ձեզ համար։ Լրագրողը այսպիսի հարց էր տվել. Եկեղեցում ասել եմ Տերը և լուրջ եմ վերաբերվում խոսքիս։ Ընտանիքում ամենակարևորը պատասխանատվությունն ու հոգատարությունն են միմյանց նկատմամբ, ինչն էլ իմ հերթին անում եմ։ Լինում են դեպքեր, երբ Լիլոն է տեր, իսկ ես հնազանդ եմ դառնում, դերերը երբեմն փոխվում են։ Լիլիթը կատակեց. այդ երբ է լինում։ Մեկ-մեկ պատասխանեց Արամը։ Լիլիթը շարունակեց. ինձ համար էլ ընտանիքը ջերմ տեղ է, ուր ուզում ես միշտ վերադառնալ։ Ընտանիքում կարևոր են մթնոլորտը, հոգատարությունը, վստահությունը և սերը։ Վերջերս տարեդարձս էր, ու միասին գնացել էինք Դիլիջանում նշելու։ Բոլորով ինձ նվեր էին արել։ Այդ ընթացքում վայելել ենք Անրիի անսպառ էներգիան, մեզ լիովին քամել է։ Իրականում ամեն ինչ շատ լավ է անցել։ Լրագրողը հաջորդ հարցը տվեց. ձեր ընտանիքում վերջերս համալրում է եղել, աղջիկներ եք որդեգրել։ Ինչ զգացողություն է, երբ ընտանիքը ավելի մեծ է դառնում։ Տան մեջ կիսատաբատով էլ չեմ կարողանում քայլել։ Շատ հաճելի է։ Առաջ առանց Անրիի չէինք կարողանում, իսկ աղջիկներն էլ ավելի լեցուն են դարձրել մեր կյանքը։ Երբ Ստելան ինձ գրկում է, հայրական այլ զգացողություն է։ Արդեն սովորել է, որ առանց ասելու էլ պետք է գրկի ինձ։ Լիլիթը հավելեց. ինձ էլ է դուր գալիս, որ երեկոյան հավաքվելիս կամ հաց ուտելիս շատ ենք լինում։ Աղբն է շատացել, միայն դա սրտովս չէ, հումորով նշեց Արամը։ Պատասխանատվությունն է շատացել։ Հիմա Անրիից բացի մտածում եմ նաև Ստելայի և Էլիզայի մասին, բայց դա էլ է լավ կողմ, նշել էր Լիլիթը։ Իսկ աղջիկները ի՞նչ են իրենց հետ բերել ձեր տուն, որ մինչև այդ չկար ու կարիքն ունեիք։ Աղջիկ չունեինք։ Նրանց շնորհիվ ուրիշ ձև եմ սկսել սիրել, անչափ նրբանկատ եմ դարձել։ Գործողություններիս մեջ զսպվածություն է եկել, թեև պոռթկումներ էլի լինում են, բայց սիրելու նոր մակարդակին նրանց շնորհիվ եմ հասել։ Անրին ևս նշեց իր միտքը։
4 տարի երազել եմ, որ քույրիկ կամ ապերիկ ունենամ, աղոթում էի, որ իրականանա։ Ստելան նույնպես մասնակցելով զրույցին նշել էր. սկզբում անսովոր էր, բայց բոլորին միանգամից ու շատ սիրել եմ։ Իսկ ինչպես էիք եկել երեխաներ որդեգրելու որոշմանը։ Այս հարցին պատասխանեց Արամը։ 2011 թվականին Լիլիթն ասաց. միշտ երազել է սեփական երեխաներից բացի ուրիշներին էլ մերը դարձնել։ Այդ միտքն այնքան դուրս եկավ, բայց մնաց արխիվում։ Մինչև տարիներ անց իրականացրեցինք։ 2016 թվականին մեր ընտանիքում բավական դժվար փուլ եղավ։ Լիլոն 5 ամսական հղի էր, բայց կորցրինք փոքրիկին։ Դրանից հետո նման մի դեպք էլ եղավ ու որդեգրման միտքը նորից ծագեց։ Բայց չէի ցանկանում, որ դա լրացնի այն մյուս բացը։ Սպասեցինք, այդ էջը փակվեց և 2020 թվականին համավարակի օրերին նորը բացեցինք։ Բավական ազատ ժամանակ ունեինք, որ միասին անցկացրեցինք։ Զգացինք, թե որքան լավ բան է ընտանիքը։ Այդ ընթացքում 2 որոշում կայացրինք՝ զարգացման կենտրոն բացել և երեխա որդեգրել։ Լիլիթը հավելեց. մինչև ամուսնանալը երևի ֆիլմերի ազդեցությամբ էր նման միտք առաջացել։ Իսկ հետո ընկերներ ունեինք, որոնց երեխային հաճախ էի պահում։ Զգացի, կարող եմ ուրիշի երեխային սեփականի պես սիրել, դրա համար էլ համոզված էի, որ կկարողանանք։ 2021 թվականին արդեն որոշել էինք թղթերը տալ քաղաքապետարան, բայց մի դեպք եղավ, որը բեկումնային դարձավ ինձ համար, ինչի մասին քիչ հետո կպատմեմ։ Այդ ընթացքում զանգ ստացա մի հիանալի կենտրոնից։ Նագաշյան սոցպատասխանատու Տիկին Գայանեն հրավիրեց իրենց միջոցառման հաղորդավարը լինել։ Երբ իմացա կենտրոնի գործունեության մասին, սիրով համաձայնեցի անվճար վարել։ Այդպես էլ նախատեսել էին, քանի որ գումար չունեին։ Խոստացա հետս երգիչներ էլ տանել։ Կենտրոնում իմացա, որ այնտեղ ծնողներ չունեցող երեխաներ էլ կան։ Հենց Ստելային տեսա, անբացատրելի բան զգացի։ Այդ ժամանակ չգիտեի, որ նա ծնողներ չունի, նշել էր Արամը։ Իսկ մենք հավելենք, որ շաբաթներ առաջ Մալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդմանը հյուրընկալվել էր Էլիզ Մելիքյանը։ Star News-ը հետևել էր զրույցին։ Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ Էլիզայի և Հարութի բաժանմանը։ Ամալիայի դիտարկմանը, թե բաժանման լուրերից ընդամենը 3-4 օր առաջ ունեցած հանդիպման ժամանակ Էլիզը խոսում էր սպասվող նշանադրության մասին և իրենց հարաբերությունները այլ ուղղությամբ պիտի գնային, և հարցին, թե ինչ է տեղի ունեցել, Էլիզան պատասխանեց. այս թեման ինձ համար շատ ցավոտ ու միևնույն ժամանակ անցած թեմա է։ Ամեն ինչ երկուսս ենք որոշել, երկուսով ենք եկել այս որոշմանը, իրավիճակներ կան, երբ հասկանում ես, սա ճիշտ է։ Զգացմունքները հնարավոր է մնայուն բան է, անընդհատ կարող ես ինչ-որ բան զգալ, բայց չես կարող այդ զգացմունքով միշտ ապրել։ Ժամանակ է գալիս, երբ սառում է ամեն բան։ Այս անգամ վերջակետն էր, որոշումը եկավ ժամանակի հետ։ Այսինքն խնդիրը կար, բայց երբ ամեն ինչ լուրջ է, չես մտածում, որ դա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Եկանք, հասանք մի կետի, որտեղ հասկացանք, որ չլուծվող խնդիր է։ Արդեն անցած թեմա է, անցած է ամեն ինչ։ Մեծ սեր է եղել։ Դժվար եմ ոտքի կանգնել, նշել էր Էլիզան։ Էլիզա Մելիքյանի հետ կապված ամենաշատ տրվող հարցերից մեկն է նաև այն, թե ուր են նրա ծնողները։ Էլիզան հայրիկի մասին այս հարցազրույցի ընթացքում չխոսեց, նշելով, որ հայրը Արամն է։ Մայրիկը մահացել է, երբ նա արդեն գիտակից տարիքում է եղել։ Այս մասին խոսելով բլոգերը նշեց հետևյալը. մամայի մահից հետո չեմ վախենում ոչինչ կորցնելուց, դա ինձ շատ է ուժեղացրել։ Ես 4 օր հետո գնացել եմ դպրոց, 4 օր հետո արդեն դպրոցում էի ու դաս էի անում։ Հիշում եմ, որ ընդամենը 13 տարեկան երեխա էի, ով ոչ մի բան չէր հասկանում, չէր հասկանում մահը ինչ է։ Մարդ, ով քո մաման է, էլ չկա, չես հավատում։ Մեկ-մեկ մտածում էի, թե գժվել եմ, փոքր էի, բայց մտածում էի, թե գժվել եմ։ Մտածում էի, որ դա երազ է։ Չեմ կարող բացատրել, թե էդ ինչ զգացողություն էր։